Հանուն հոր և որդու և հոգի սրբո, ամեն։ Իմ հոր տան նախանձախնդրությունը ինձ պետք է ուտի։ Այսպես է գրված մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մասին Սաղմոսների գրքում։ Երկնավոր հոր տունը եկեղեցին է, և այս տան նախանձախնդրությունը Քրիստոսին այրում էր, սեր ուներ Աստծո տան հանդեպ, և նախանձախնդրությունը Աստծո տան սրբության, մաքրության, պատասխանատվության Քրիստոսին ուտում էր։ Եվ մի անգամ մեր Տերը Հիսուս Քրիստոս մտավ տաճար, Աստծո տուն, տեսավ, որ տաճարի գավթում մարդիկ արջարներ են գնում, վաճառում, աղավնիներ են գնում, վաճառում և լումայափոխներ կային, դրամ էին փոխանակում։ Ինչպես էր այս առավոտը առաջացել տաճարի գավթում։ Հրեաները ցրվել էին ամբողջ աշխարհով մեկ, Սփյուռքում էին ապրում, բայց տարին Զատկի տոնին պետք է վերադառնան Երուսաղեմ և իրենց զոհերը մատուցեին։ Բայց քանի որ հեռու տեղերից էին գալիս, արջար, ոչխար, աղավնի չէին կարող բերել, այդքան ճանապարհ դժվար էր կենդանիներին բերել։ Ուստի դրամ էին բերում և տեղում տաճարի գավիթում վաճառվում էին, թե արջարներ, թե ոչխարներ, թե աղավնիներ, գնում էին և իրենց զոհը մատուցում էին։ Եվ քանի որ օտար երկրներից են գալիս, օտար դրամներով էին գալիս և դրամը փոխելու անհրաժեշտություն էր լինում։ Նաև տարադրամի կետեր էին բացվել տաճարի գավիթում։ Դրամը փոխում էին, գնում են իրենց արջարը, ոչխարը, աղավնին առնում են, գալիս են զոհն էին մատուցում։ Այսինքն կարծես տաճարի գավիթը դարձել էր առևտրական ինչ-որ մի վայր։ Եվ Տիրոջը սա դուր չեկավ։ Զոհերն ու արջարները մատուցվում են մեղքերի թողության համար, բայց տաճարի գավթում նորից առևտրի մեջ խաբեություն կա և չի կարելի կազմակերպել այսպիսի առևտուր տաճարի գավիթում։ Եվ այս բոլորը կատարվեց, որպեսզի ցույց տրվի, թե Քրիստոս որքան նախանձախնդիր էր Աստծո տան սրբության կարգ ու կանոնի համար։ Մենք էլ այսպիսի նախանձախնդրություն պետք է ունենք եկեղեցու հանդեպ։ Պետք է մաքրենք, սրբենք մեր տաճարը, մենք էլ ենք եկեղեցի, մենք նախանձախնդիր պետք է լինենք մեր հոգու մաքրության, Սուրբ Հոգու մեր մեջ բնակության։ Ավելի կարևոր պետք է համարենք մեր հոգու մաքրությունը, քան թե մեր տան մաքրությունը, Աստծո տան մաքրությունը, քան թե մեր տան մաքրությունը, մեր տանն էլ հետևենք, բայց առավել ևս մեր հոգու տունը մաքրենք ու սրբենք, որովհետև մեր հոգին հավերժը հավիտենական է, մեր հոգին կանգնելու է Աստծո տան, Աստծո առջև դատաստանին։ Եթե մաքուր ու սուրբ պահենք, այդպես էլ կներկայանանք Տիրոջը։ Եվ մեր բոլոր տները, որ կան, այսօր կան, վաղը չկան, և դրանք Աստծո դատաստանին չեն կանգնելու, բայց մեր հոգևոր տունը մենք ինքներս կանգնելու ենք Աստծո տան առջև։ Եվ այսպես զրույց էր գնում փարիսեցիների և օրենսգետների հանդեպ, մինչև Քրիստոս վերցրեց իր գոտին, չվան պատրաստեց, սկսեց լումայափոխներին ծեծելով դուրս անել տաճարի գավիթից, թույլ չէր տալիս որևէ մեկը աղավնի արջար վաճառի։ Քանի որ նրանց համար դա շահի աղբյուր էր, այսինքն փարիսեցիների ու օրենսգետների սկսեցին վիճել Քրիստոսի հետ։ Ասացին դու ոչ քահանա ես, ոչ դպիր ես, ոչ օրենսգետ ես, ինչ իշխանություն ունես տաճարում այսպիսի բաներ անելու։ Մենք ենք այստեղ Տերն տիրակալը։ Քրիստոս խորհրդավոր խոսքեր ասաց փարիսեցիներին, ասաց քանդեք այդ տաճարը և 3 օրում կկառուցեմ, կվերակառուցեմ։
Զարմացան հрьяաները, ասացին 46 տարում է տաճարը կառուցվել, մի քանի կայսրերի ժամանակ, Գերեվարից վերադառնալուց հետո տանջանքով, չարչարանքով, պատերազմով, արյուն, ավերով կառուցվել է դու 46 տարին կառուցվածը 1 օրում ես, 3 օրում ես կառուցում, բայց չհասկացան հрьяաները։ Քրիստոս խոսում էր իր տաճարի մասին, իր մարմնի տաճարի մասին։ Պետք է խաչեին մեր Տիրոջը, 3 օրում պետք է վերակառուցեր իր տաճարը։ Ուրբաթ օրը պետք է խաչվեր, շաբաթ կիրակի օրը հարություն պետք է առներ, 3-րդ օրը պետք է հարություն առներ։ Քրիստոս իր մարմնի տաճարի մասին էր խոսում, բայց հрьяաները մտածեցին Սողոմոնի տաճարի մասին է խոսքը։ Եվ այդպես էլ չհասկացան։ Բայց առաքյալները հետագայում հասկացան, մենք առավել ևս ենք հասկանում Տիրոջ խոսքերը։ Ինչ է նշանակում 3-րդ օրը հարություն կտան։ Ոչ միայն Քրիստոսի մարմնի տաճարին էր վերաբերվում դա, ոչ միայն Քրիստոս 3-րդ օրը հարություն առավ մեռելներից, այլ մենք պետք է 3-րդ օրը հարություն առնենք մեռելներից։ Որն է այդ 3-րդ օրը և ինչպես մենք հարություն պետք է առնենք։ Արարչության սկզբից օրերը տարբեր են։ Երբ որ Աստված ստեղծեց, գիշեր չկար, անմիջապես լույսը ծագեց։ Այսինքն գիշերվանից առավոտ չեկավ, գիշերվանից ցերեկ չեղավ։ Առաջին օրը արարչության չուներ առավոտ։ Առանց առավոտվա օրն էր, առաջին օրը արարչության։ Երբ Ադամը մեղ գործեց, նոր գիշերը եկավ։ Այսինքն առաջին օրը չուներ առավոտ, բայց ունեցավ երեկո։ Ցերեկին հաջորդեց գիշերը։ Հետագա արարչության մյուս օրերը, քանի որ գիշերն ու լույսը իրար փոխարինում են, ունեն առավոտ և ունեն երեկո, ցերեկ ու գիշեր, արարչության բոլոր մյուս օրերը, մինչև աշխարհի վախճան, այդպիսին պետք է լինեն, բայց վերջին օրը արարչության կունենա առավոտ, բայց երեկո չի ունենա, որովհետև այլևս մութը չի գա, գիշերը չի գա, լույս կլինի, երբ որ ստվերը, մահը հաղթահարվի ամբողջապես, այն ժամանակ կլինի աներեկո օրը, վերջին օրը, աշխարհի վերջին օրը երեկո չի ունենալու, առավոտ է ունենալու, շարունակվելու է լույսով հավիտյան։ Ահա այս վերջին 3-րդ օրվա մասին է խոսում մեր Տերը, ասում է, թե 3-րդ օրը ես կվերակառուցեմ այդ տաճարը։ 3-րդ տաճարը մենք ենք, քրիստոնյաները ևս Աստծո տուն են, Աստծո բնակարան են։ 3-րդ օրը, այսինքն վերջին օրը աշխարհի, Քրիստոս ամբողջ աշխարհը կվերանորոգի, բոլոր մարդիկ հարություն կառնեն մեռելներից, կլինի նոր երկինք, նոր երկիր, և ամենավերջին արդարը, որ ծնվեց այս աշխարհում, ուրեմն մոտ է աշխարհի վախճանը։ Ոնց հասկանում ենք հիմա դեռևս վերջին արդարը չի ծնվել։ Այո, նշաններ կան, որ ավերածներ, կոտորածներ, երկրաշարժներ, պատերազմներ են լինում, բայց դեռևս վերջին արդարը չի ծնվել։ Երբ որ վերջին արդարը ծնվի և մոտենա աշխարհի վախճանը, կլինի վերջին օրը։ Եվ այդ վերջին օրը, մեռելների հարության օրը, Տերը մեզ բոլորիս կնորոգի, եթե արժանի լինենք։ Ինչպես Քրիստոս հարյավի մեռելոց, այնպես էլ բոլոր մարդիկ հարություն կառնեն մեռելներից և կկանգնեն Աստծո դատաստանին։ Արդարները նորոգված կկանգնեն, լուսավոր կլինեն, առողջ կլինեն, գեղեցիկ կլինեն, հզոր կլինեն, մեղավորները կլինեն ապականված, տգեղ և անզոր։ Դա Աստված, որ մենք էլ արդարների նման հարություն առնենք մեռելներից
եւ կանգնենք Աստծո դատաստանին ու արդարանանք։ Եվ Տիրոջ խոսքը կատարվի, թե երրորդ օրը ես այս տաճարը կվերակառուցեմ։ Ամեն։ Քրիստոս հարյավի մեռելոց